Իրականում Միացյալ Նահանգների նախագահը ըստ էության ունի երկու ընտրանք, մեկը պատերազմը, մյուսը բանակցությունները, դատելով կոնկրետ այս պահին ընթացող գործընթացներից, պատերազմը երկրորդ պլանում է եւ հիմնականում տեղի ունենում մի երևույթ, որը մենք կարող ենք կոչել սպառնալիքի կիրառման բանակցություններ, ընդ որում մենք գործում ենք երկկողմ գործընթացի հետ, որովհետև իրանական կողմն էլ պակաս սպառնալից հայտարարություններ չի իրականացնում, եթե դիցուք Միացյալ Նահանգների նախագահը անընդհատ խոսում է իր նավատորմիղի մասին, որը մեծ նավատորմիղ է, որը հզոր նավատորմիղ է իր եզրույթով, ապա իրանական կողմից հոգևոր առաջնորդը ուղղակիորեն հայտարարեց, որ այս անգամ այլևս չի լինի այնպիսի ռազմական բախում, երբ Միացյալ Նահանգները կհարվածեն եւ հետո կդադարեցնեն գործողությունը ու ամեն ինչ կավարտվի Իրանի խորհրդանշական հարվածով, խոսք գնաց տարածաշրջանային լայնածավալ պատերազմի մասին, այսինքն իրանական կողմն էլ սպառնալիքի ռետորաբանությունը կիրառում է։ Սրան զուգահեռ երկրորդ, ինչպես ասում են, խողովակով ընթանում են շփումներ բանակցությունների վերաբերյալ եւ դատելով 3 գիշերվա Իրանի արտգործնախարարի X սոցիալական ցանցում գրառումից արդեն իսկ որոշվել է, որ ուրբաթ օրը, այս գալիք ուրբաթ օրը տեղի է ունենալու բանակցային առաջին փուլը, ընդ որում դա տեղի է ունենալու ոչ թե Ստամբուլում, ինչպես մինչ այս նախատեսվում էր, այլ Օմանի մայրաքաղաքում, Մասկատում, եւ նաեւ դատելով Իրանի արտգործնախարարի գրառումից բանակցությունները վերաբերելու են միայն Իրանի միջուկային ծրագրին։ Ըստ էության մինչ այս Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարի պետդեպարտամենտի քարտուղարի, ինչպես են ասում, իրենց հետ մի փոքր տարբեր է, մենք սովորենք ԱԳՆ, նրա հայտարարությունը այն էր, որ իրանական կողմի հետ պետք է քննարկվեն 4 խնդիր. Իրանի միջուկային խնդիրը, Իրանի հրթիռային ծրագիրը, Իրանի աջակցությունը տարածաշրջանում իր արբանյակ ուժերին, Հիզբալլահին, այլ արբանյակ ուժերի եւ նաեւ Իրանի ներսում մարդու իրավունքների խնդիրը։ Հիմա կարծեք թե իրանցիները աշխատելով դիվանագիտական խողովակներով կարողացել են բացառապես բանակցային գործընթացը օրակարգը ձևավորել միջուկային ծրագրի շուրջ, ընդ որում իրանական կարմիր գիծը հետեւյալն է. միջուկային ծրագրի խաղաղ բնույթի դիմաց պատժամիջոցների ամբողջական չեղարկում կամ փուլային չեղարկում։ Հետևաբար այս համատեքստում հիմա մենք գործ ունենք երկրորդ ուղու վրա, երկրորդ տրեկի վրա, ինչպես ասում են, բանակցային գործընթացի հետ, բայց զուգահեռաբար պահպանվում է երկու կողմերից էլ ռազմական սպառնալիքը։ Եթե մենք փորձենք պատկերավոր նկարագրել իրավիճակը, ապա սրանք բանակցություններ են, որի ընթացքում երկու կողմերն էլ իրենց գրպանում ունեն ատրճանակ։ Հիմա տեսեք, շատ հետաքրքիր հայտարարություններ արել Պենսը, ասում է, եթե հանկարծ Իրանը միջուկային զենք ստեղծի, մենք էլ Արաբական Էմիրությունների զենքը կտանք։ Կարող ենք այստեղից եզրակացնել, որ այնուամենայնիվ այդ 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ թիրախ է հենց միջուկային զենքի բազաներ, որտեղ իրանք պայթեցրեցին եւ հայտարարեցին, որ վերացրել են այդ բազան, այնուամենայնիվ չեն վերացրել։ Իրականում տարօրինակ իրավիճակ ունենք եւ սա ինչ-որ առումով փակուղային է նաեւ Միացյալ Նահանգների նախագահի համար, որովհետեւ գիտեք 12-օրյա պատերազմի ավարտից հետո նա հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացված է։ Հիմա բանակցություններ են ընթանում միջուկային ծրագրի վերաբերյալ, հետեւաբար դատելով նաեւ Վենսի հայտարարությունից պետք է ենթադրել, որևէ մեկը կարծում եմ վերլուծական մակարդակում չունի տեղեկատվություն, ինչպիսի վնաս է հասցվել այդ միջուկային ծրագրին Իրանը, ինչքան է կարողացել վերականգնել իր հնարավորությունները, բայց այսուհանդերձ ակնհայտ է, որ այդ միջուկային հնարավորությունները, եթե ոչ ամբողջությամբ մինչ պատերազմական վիճակով, ապա առնվազն որոշակիորեն պահպանվել են։ Սա պետք է փաստել դատելով կողմերի հայտարարություններից։ Ինչ վերաբերում է կոնկրետ իրանական դիրքորոշմանը, ապա իրանցիները ոչ մի անգամ, կրկնում եմ, որևէ պարագայում չեն հայտարարել, որ իրենց միջուկային ծրագիրը միտված է միջուկային զենքի ստեղծմանը։ Մշտապես խոսվել է խաղաղ միջուկային ծրագիր ունենալու իրավունքի մասին, բայց գիտեք, միջուկային խաղաղ ծրագրից մինչև ռազմական ծրագիր պատկերավոր ասած մեկ քայլ է, հետևաբար անհանգստությունները, որոնք առկա են Միացյալ Նահանգներում, հիմնականում ունեն դրդապատճառ։ Դրդապատճառը իսրայելական ճնշումն է։ Իսրայելական ճնշումն է Միացյալ Նահանգների նկատմամբ, եւ եթե մենք դիտարկում ենք Ռուբիոյի հնչեցրած պահանջները, ապա այդ 3 պահանջներն էլ միտված են ոչ թե Միացյալ Նահանգների անվտանգության ապահովմանը, այլ Իսրայելի անվտանգության ապահովմանը։ Իսրայելի հիմնական ախոյանը իրանական
արբանյակ ուժերն են տարածաշրջանում, Հիզբալլահը, Հութիները, Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը, այլ ուժեր, որոնք տարածաշրջանում կան։ Մյուս կողմից հրթիռային ծրագիրը Իրանի բնական է, որ իրանցիները չեն պատրաստվում հրթիռային հարված հասցնել Միացյալ Նահանգներին եւ այդպիսի հնարավորություն էլ չունեն։ Իսրայելն է կրկին թիրախում, նաև միջուկային խնդիրը, որին անդրադարձանք, նույնպես անհանգստացնում է հիմնականում Իսրայելին։ Իսրայելական ազդեցությունը չափազանց մեծ է Միացյալ Նահանգների, հատկապես Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության վրա, բայց կարծում եմ մի նրբություն կա։ Եթե հանկարծ տեղի ունենա շահերի բախում, բնականաբար Թրամփը առաջնորդվելու է բացառապես նահանգների շահերով։ Եթե նման բախում տեղի ունենա։ Իսկ այստեղ մի հատ նրբություն էլ կա Թուրքիայի հետ կապված։ Տեսեք, ինչ որ միտեղ եկավ ինֆորմացիա, որ Թուրքիան պատրաստ է Իրանից վերցնել այդ միջուկային թափոնները, տանել իր մոտ, ինքն է ատոմակայանում, չէ՞, Այո։ Եվ պայմանով, որ երբևէ չի վերադարձնելու դա Իրան։ Կհամաձայնվի Իրանը Թուրքիայի հետ գնալ համագործակցության, հատկապես որ նշվեց Թուրքիան, Իրանն էր խնդրում Թուրքիայում կատարել հանդիպումը Ստամբուլում կազմակերպել եւ վերջում համաձայնվել է լավ Թուրքիայում չլինի, Օմանում լինի։ Ճիշտ է այս ինֆորմացիան կարծում եք Իրանը իսկապես կցանկանա Թուրքիայի հետ բանակցության դաշտ բերի, այսինքն միջնորդ բերի Թուրքիային, թե ոչ։ Նախ պետք է արձանագրենք մի շատ կարևոր կարմիր գիծ։ Իրանական կողմը որևէ պարագայում չի հրաժարվել իր խաղաղ միջուկային ծրագրից, իր ունեցած հարստացված ուրանի պաշարները որևէ մեկին չի հանձնելու, սա կարմիր գիծ է, որը նախանշված է։ Այլ խնդիրը հարստացման տոկոսի կամ մակարդակի հարցը, այստեղ իրանցիները պատրաստ են բանակցել, եւ այլ խնդիրը այդ ծրագրի թափանցիկության ապահովման հարցը միջազգային համապատասխան կառույցների եւ նաեւ միջազգային կոնսորցիումի, հնարավոր կոնսորցիումի կողմից, բայց սեփական ծրագրի որևէ բաղադրիչ այլ կողմի հանձնելու հանգամանքը Իրանի համար կարմիր գիծը։ Կարծում եմ իրանցիները այդ կարմիր գիծը կպահպանեն, նույնիսկ Ռուսաստանին նրանք պատրաստ չեն նման արտոնություն տալ կամ Չինաստանին նման արտոնություն տալ, ուր մնաց թե Թուրքիային։ Հետևաբար չեմ կարծում, թե դա լուրջ գործընթաց է այս պահի դրությամբ։ Լուրջ գործընթաց եղել է թուրքական միջնորդական հարթությունում, որի մասին դուք էլ խոսացիք, անշուշտ թուրքական կողմը, հատկապես Թուրքիայի արտգործնախարարը եւ ընդհանրապես դիվանագիտական եւ քաղաքական համակարգը շահագրգիռ է, որպիսի Միացյալ Նահանգներ Իրան բախում տեղի չունենա, ռազմական լայնածավալ բախման մասին է խոսքը։ Ըստ էության Սիրիայում թուրք-իսրայելական շահերի արդեն իսկ ուղղակի բախումը եւ հաջողությունը, որը Թուրքիան գրանցեց Սիրիայում, նախ եւ առաջ զսպելով քրդական ինքնավարության, նաև խոսք կար առանձին պետության մասին ստեղծման հանգամանքը եւ քրդերին վերադարձնելով Սիրիայի կենտրոնական իշխանության վերահսկողության տակ, ըստ էության տապալեց իսրայելական այսպես կոչված Դավթի միջանցքի ծրագիրը, որը ենթադրում էր Սիրիայի հարավում դրուզաբնակ շրջաններից մինչև Սիրիայի հյուսիս քրդաբնակ շրջաններ իսրայելական անխոչնդոտ մուտք ու ելք, դրուզների հատվածը Իսրայելը վերահսկում է Բաշար al-Ասադի իշխանության տապալումից հետո մուտք է գործել Իսրայելը այդտեղ եւ այդ տարածքը վերահսկվում, բայց քրդական խնդիրը թուրքական կողմը կարողացավ տապալել ըստ էության։ Ոստի հիմա այդ ուղղակի բախման պայմաններում Իրանի պես հակակշռից զրկվելը պետություն, որը զգալիորեն իր ուղղությամբ է քաշում իսրայելական ռեսուրսները եւ թույլ չի տալիս այդ ռեսուրսների կիրառությունը Թուրքիայի դեմ, չի բխում Թուրքիայի շահերից։ Հետեւաբար թուրքական կողմին Իրանի ներկայությունը տարածաշրջանում անհրաժեշտ է, բայց ոչ շատ ուժեղ Իրանի, որը կարող է լուրջ ախոյան լինել Թուրքիայի հետ։ Իրանական կողմը ինչպիսի դիվանագիտական հնարամիտ եւ բարդ աշխատանք տարավ։ Ըստ էության բանակցությունների հասնելու հարցում թուրքական կողմի ջանքերը հսկայական են եւ որոշակիորեն այս բանակցությունները, որոնք տեղի պետք է ունենան, համենայն դեպս ծրագրված է, որ պետք է տեղի ունենան ուրբաթ օրը թուրքական ջանքի արդյունք է։ Բայց եթե այդ բանակցությունները տեղի ունենային Ստամբուլում, որի մասին խոսվում էր, ապա Թուրքիայի կշիռը տարածաշրջանում նկատելիորեն աճելու էր աշխարհաքաղաքական առումով, դրանից հետո Թուրքիան նաև տնտեսական որոշակի պրեֆերենցիաներ պետք է պահանջեր, առավելություններ պետք է պահանջեր Իրանից, եթե պատժամիջոցները վերանային, բազմաթիվ այլ խնդիրներ։ Եթե այլ եզրույթով ասեմ, շատ պարզ խոսակցական լեզվով, Իրանը պարտքեր մնալու Թուրքիային։ Եվ իրանական դիվանագիտությանը հասավ նրան, որ ըստ էության բանակցությունները տեղի են ունենալու ոչ թե Ստամբուլում, այլ տեղափոխվեցին Օման։
Օմանի վերաբերյալ այս անհանգստությունը չկա, Օմանը փոքր պետություն է եւ երկրորդ բաղադրիչը սրա կա։ Միացյալ Նահանգների այդ 4 պահանջների ֆոնին Օմանում բանակցությունները իրականացնելը, անցկացնելը իրանական կողմը ներկայացնում է որպես 12-օրյա պատերազմից առաջ ընդհատված բանակցային գործընթացի հաջորդ փուլ, այսինքն քննարկման առարկա պետք է լինի բացառապես միջուկային ծրագիրը, ինչպես եւ էր 12-օրյա պատերազմից առաջ։ Հետևաբար դիվանագիտական շատ հմուտ հնարքների կիրառությամբ իրանական կողմը այս պահին կարելի ասել, որ կարողանում է ապահովել իր շահը։ Սա դեռևս չի նշանակում, թե տեղի կունենա համաձայնություն Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ 50-50 է հավանականությունը, եթե պատկերավոր ասենք, որտեղ իսրայելական գործոնը շատ ազդու է եւ շատ հզոր է։ Իսրայելին ամենևին պետք չէ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների նորմալացում, Իրանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի չեղարկում, Իրանի հզորացում, ընդհակառակը, թերևս Մերձավոր Արևելքում միակ պետությունը, որը շահագրգիռ է այս պահին Իրանի փլուզմամբ եւ մասնատմամբ, դա Իսրայելի պետությունն է, միգուցե երկրորդը Ադրբեջանական Հանրապետությունը։